Անցած գիրակի խոսեցինք այցելության օրվա մասին, այսօր կշարունակենք այդ նույն իրականությունը մեկ այլ տեսակետից դիտարկելու, Աստծո տեսակետից, ոչ պակաս կարևոր ու իրականում հետևանքը է ամենի։ Պիտի ընթերցեմ 2 Տիմոթեոս 4:8 խոսքը։ Սա Պողոսի վերջի նամակն է, վերջի խոսքերն են։ Ինքը կարծես ամփոփում է իր ծառայությունը եւ Տիմոթեոսին հանձնարարական եւ տեսլական է տալիս իրենից հետո կատարվող աշխարհի համար։ Այնքան կարևոր է, որ ծառայողները մենակ իրանք մասին չմտածեն, այլ մտածեն գալիք սերունդի շարունակության մասին։ Դա որ ամեն ծառայող պետք է մտածի իրանից հետո ով է։ Եթե այսօր Տերը քեզ վերցնի, ով է քո հետևից գալիս։ Ով է վերցնելու այն սրբիչը, որով դու ծառայում ես։ Ով է վերցնելու այն ամանը, այն անոթը, որ դու ծառայում ես։ Ոչ մեկս չպիտի լինենք վերջը մեր ծառայության։ Մենք մեր ծառայության վերջը կլինենք, բայց ոչ ծառայության վերջը, հա։ Որովհետև որ անդադ հորդորում ենք, հրավիրում ենք ծառայության, իրականում դա մեր համար չի։ Դա Աստծո գործի, Աստծո ավետարանի, Աստծո այդ մեծ ծրագրի շարունակության համար է, որտեղ Աստված մարդկանց է կանչում իրենց տեղը գրավելու համար այդ մեծ ծրագրում։ Ու Պողոս շատ հրաշալի ձևով գիտի արդեն իր ժամանակը հասել է եւ Տիմոթեոսին պատրաստում է թե իր գնալուն եւ թե նաեւ Տիմոթեոսի հետագա ծառայության ինչին առնչվելու է։ Որտեղ կգա ժամանակ, երբ մարդիկ չեն հանդուրժի ճշմարտությունը կամ առողջ ուսմունքը, այլ իրենց ականջները շոյելու եւ մերսելու համար ուսուցիչներ կդիզեն ըստ իրենց սեփական ցանկությունների։ Եվ նրանք ճշմարտությունից ականջները կդարձնեն եւ կմոլորվեն առասպելներով։ 5 բաց եմ թողում, որտեղ ես արդեն զոհ եմ դարձել եւ իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմը վարեցի, մրցավազքն ավարտեցի, հավատքը պահեցի եւ այսուհետեւ ինձ համար պահված է արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը կտա ինձ այն օրը եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր սիրեցին նրա հայտնվելը։ Պողոսը կապում է հայտնվելը, ինչը մենք խոսում ենք, մենք Աստծո հայտնության, այցելության օրը, նրա հայտնվելու օրը, այցելելու օրը, կա լսելու իրականությունը։ Ու Պողոս ասում է կդարձնեն ականջները ճշմարտությունից, չեն ուզի լսեն, կգա ժամանակ, որ չեն ուզի լսել, որտեվ նրանք, ովքեր սիրեցին նրա հայտնվել, այսինքն ինչը սիրեցին, ուղղակի ինչ-որ պատկերը, եւ որ Աստված հայտնվում է, միշտ խոսում է Աստված, չէ՞, ինքը գալիս է ու բան է ասում, բան է հայտնում, իր հայտնվելու ժամանակ ինքը ինչ-որ բան է ասում, հայտնվում։ Ու մարդիկ սիրում են ոչ թե այդ պատկերը, որ տեսան, այլ ինչ է ինքը ասում, կամ մերժում են դա, կամ ընդունում են դա։ Հիսուսը քանի չսկսեց ծառայել, քարոզել ավետարան, իրան չմերժեցին։ Մինչև այդ իրանց նազովրեցի հարևաններ, ընկերներ, ծանոթներ, հյուսներ լավ էին իր հետ, բայց հենց սկսեց ավետարանը խոսել, սկսեց ասել ով է ինքը, Տիրոջ հոգին իմ վրա Տերը օծեց եւ ուղարկեց ինձ, որոշեցին գցեն իրան իրանց քաղաքի մոտ եղած լեռից, երբ որ սկսեց խոսել ճշմարտությունը։ Հենց որ գալիս է ճշմարտությունը, եւ որ Աստված գալիս է ու խոսում է, մարդը պետք է ընտրի, սիրում է այդ հայտնվելը, սիրում է այդ Աստծո ասածը, թե չի սիրում։ Ընդունում է թե մերժում է։ Փաստացի աշխարհը ոչ թե բաժանվում է հավատացողների եւ չհավատացողների, փրկվածների եւ չփրկվածների, այլ նրանք, ովքեր սիրում են այդ հայտնությունը կամ չեն սիրում Աստծո հայտնվելը։ Թշնամին շատ լավ գիտի սա, եւ դրա համար ամեն ինչ անելու է, որպեսզի ալտերնատիվ այդ միֆը, առասպելները ապահովի, որտեվ եթե մենակ դու ճշմարտություն ունես, քեզ դժվար է, եթե դու մերժում ես ճշմարտությունը, դու մերժում ես ճշմարտությունը։ Բայց եթե կան այտենց լցված առասպելներ, պսևդո ճշմարտություններ, կիսա ճշմարտություններ, հեշտ ասելու, ես կարծում եմ, սա ավելի ճիշտ է, ինձ ավելի հարմար է։ Այսօրվա աշխարհի մտածելակերպը է, չէ՞, ամեն մարդ իր ճշմարտություն ունի։ Ինչը քո համար ճիշտ է, իմ համար չի, ինչ որ իմ համար է ճիշտ, կարող է քո համար չլինի։ Okay, դու գնա քո ճշմարտությունով, ես ճշմարտությունը բացարձակ իրականություն է։ Դա ինչ որ մեկի ճաշակի ցանկության հետ կապ չունի։
բայց կապ ունի նրա հետ, որ թշնամին գիտի դա։ Ճիշտ ոնց որ Ադամին առաջարկեց ալտերնատիվ ճշմարտություն։ Չէ, չեք մեռնի, հիշում եք։ Բայց Աստված գիտի, երբ որ դուք ուտեք այդ պտուղից, իր նման կլնեք բարին ու չարը զանազանող։ Դա ալտերնատիվ առասպել էր։ Հակասող եւ փոխող Աստծո ասած ճշմարտությունը։ Ու այսօր լիքն է աշխարհը հակասող, փոխող ճշմարտությունը, ու դա կրոնական ճշմարտության մասն է խոսքը։ Ես չեմ խոսում աշխարհի էվոլյուցիոն տեսության եւ այլ, դա այնքան բացահայտ է։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը են նման, մոտիկ, բայց ոչ իրական, որոնք ավելի սեփական անձին հաճելի են լինելու մարդուն լսելիքին, մերսելու են ու շոյելու են լսելիքը, Պողոսը շատ խիստ խոսք է ասում։ Ու թշնամին շատ լավ գիտի դա, որովհետև խաչի պատգամ ոչ մեկին դուրս չի գալիս։ Մեռնել Քրիստոսի մեջ եւ հարություն առնել ոչ մեկին դուրս չի գալիս։ Բոլորին դուր է գալիս չաղ ու բախտավոր, հարուստ, բարգավաճ, չէ, բոլորին է դուր է գալիս։ Բայց արդյոք դա ավետարան է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան երբ որ մտավ պատերազմի մեջ, ինքը լավ պատրաստված մտավ, այսինքն մինչև սկսելը պատերազմը ինքը լավ իր ռազմական արդյունաբերությունը զարգացրեց, ստեղծեցին նոր ռազմական մոդելներ եւ հայտնի Luftwaffe-ն, որը Գերմանիայի օդուժն էր, Messerschmitt-ներ ուներ, գիտեք, որոնք շատ այն ժամանակվա 39-40 թվականներին ամենաօդում գերիշխող օդուժներ։ Անգլիացիները նոր, երբ որ մտնում էին պատերազմի մեջ, նոր ինքնաթիռ արտադրեցին, որը տեխնիկական պարամետրերով գերազանցում էր Messerschmitt-ին։ Երկու պակասություն ուներ անգլիական օդուժը։ Մեկը փորձառությունն էր, որ գերմանացիներ ունեին արդեն Իսպանիայում, Լեհաստանում կռվելու պատճառով, երբ որ Անգլիան մտավ պատերազմի մեջ, իր օդաչուները չունեին այդ ռազմական, պատերազմի մարտում, դաշտում կոնկրետ փորձառությունները։ Մեկը դա էր։ Բայց մյուսը կապված էր տեխնիկական ինքնաթիռի հետ։ Գերմանացիները արագ ձեռք բերեցին մի անգլիական մեքենա ու սկսեցին ուսումնասիրել, հասկանալու համար, որն է իր թույլ տեղը։ Տեխնիկական խարակտերիստիկաներով ինքը շատ ավելին է, քան իրանց Messerschmitt-ը, ու անմիջական բախումների ժամանակ սկսում են արդեն անգլիացիները հաղթել։ Ու պետք է հասկանալ ինչ թույլ տեղ ունի այս օդաչուն, այս սարքը, այս մեքենան, որպեսզի հաղթենք իրան։ Ու գտան։ Պարզվում է գերմանական ինքնաթիռները ինջեկցիոն ձևով են, շարժիչ, այսինքն անմիջապես սրսկվում է գլխիկների վրա, ու կապ չունի ինքնաթիռի դիրքը ինչպիսին կլինի, միշտ այդ սրսկումը կապահովի, որը թույլ է տալիս Messerschmitt-ին, այդ գերմանական ինքնաթիռին, այդ մահվան օղակները անել եւ այլն։ Օդաչունը գիտեք, դա այտենց հատուկ տրյուկ է, որ պտտվում է 360 աստիճան ինքնաթիռը։ Տեսել եք դա։ Ամեն օդաչու չի կարողանում անի, ամեն ինքնաթիռ հնարավոր չի անել դա։ Անգլիական մեքենան կարբուրատորային շարժիչ ուներ, որը մի թերություն ունի։ Գլխի վայր շուռ եկած ժամանակ բենզինը չի գնում շարժիչ, լցվում է կարբուրատորի ներսում։ Սա թույլ կողմն էր, միակ թույլ կողմը, ու գերմանացիք սկսեցին օգտագործել այդ։ Իրենց օդաչուներին հանձնարարեցին անմիջական մարտի ժամանակ, երբ որ անգլիական ինքնաթիռը ընկել է արդեն քո հետևից, մեկը ինքը ավելի արագ է լինելու, քան դու, քեզ եւ ավելի մեծ գնդացիրներ ունի, միակ բանն է պետք անել, անցնել այդ այդպես մյորտվայ պիտլե են ասում, կամ մահվան օղակ են ասում։ Եթե հետևից եկող օդաչու, եթե առաջինը, առաջի օդաչուն ինքնաթիռը անում է այդ օղակը, երկրորդն էլ պիտի անի, որտեվ այլապես առաջինը կֆռա եւ կգա հետևում արդեն, եւ այն որ հետևից էր ընկած, կդառնա զո, կդառնա որս եւ ոչ թե որսորդ։ Եվ ստիպած անգլիացիները նույնպես այդ մահվան օղակն էին անում, բայց այդ օղակի մեջ հանկարծ շարժը կանգնում էր։ Իրանց այդ շարժի կարբուրատորը, որտեղ գերմանացիները գիտեին թույլ տեղը դա է։ Ուսեցին գերմանացիները հաղթել նորից։ Մենք թշնամի ունենք, որը քո ու իմ թույլ տեղերս ուսումնասիրում է։
Դու մի մտածի, որ քո կյանքը ուղղակի անցնում է այտենց աննկատ։ Երկնային աշխարհը, հոգևոր աշխարհը հետևում է քեզ։ Քո ծնված պահից գիտի քո բնավորությունը, գիտի քո փորձառությունները, քո իրականությունները եւ գիտի քո թույլ տեղերը։ Ինքը ուրախ չի թշնամին, որ դու կարող ես հաջողվես, որովհետեւ դու միակ պատերազմական ուժն ես այս երկրի այրադեմ։ Աստծո եկեղեցին, Աստծո բանակը։ Իրանք մարդիկ են, իրանց ամենօրվա խնդիրներով, իրենց երազանքներով, իրենց խնդիրներով, հիպոթեկներով, չէ՞, կռիվներով, խնդիրներով, վատ կեսուրներով, կեսրարներով, անկապ հարևաններով եւ այլն։ Որտեղ է թույլ տեղը։ Որտեղով կարելի է խոցել, ու մենք բոլորս ունենք մեր թույլ տեղերը։ Մենք բոլորս որպես մարդկային ցեղ ունենք դա, բայց մենք նաև անհատապես ունենք։ Որպես մարդկային ցեղ մենք ունենք սա, որ մեր ընկալումը, մարդու ընկալումը, ճանաչողական ընկալումը կյանքի մեջ ամենաշատը կապված է մեր տեսողության հետ։ Ասում են ուղեղի 80% նեյրոնների աշխատում է այն բանի հետ, ինչը կապված է տեսողության հետ։ Մտածելակերպ, պատկերների ընկալումը եւ այլն։ Դրա համար օծը այնպես խոսեց, որ մարդը նայի այդ պտուղին։ Երբ որ նայեց, գրված է Եվան տեսավ, որ պտուղը հաճելի է, սիրուն է, անուշ հոտ ունի, տեսավ։ Ոչ թե Եվան շարունակեց լսել Աստծո ասածը իր ականջներում, այլ մեկ այլ բան սկսեց լսել այն, ինչ տեսնում էին իր աչքերը։ Միթե դա չի լինելու, երբ որ նեռը գա։ Նեռի համար գրված է, որ այդ հակառակորդը հպարտացած ամենքի վրա, որ Աստված է կոչվելու կամ պաշտվելու, մինչև անգամ Աստծո տաճարի մեջ է նստելու, եւ ինքը իրեն ցույց է տալու, թե Աստված է։ Այդ շոուը, չէ, նստելու տաճարում, պաշտվելու, ցույց տալու, հա, ցույց տալու, որտեղ դիտորդներ կան։ Ում գալը սատանայի ազդեցությունով է, երկրորդ Թեսաղոնիկեցիների 2-րդ գլխից եմ կարդում։ Ում գալը սատանայի ազդեցությունով է, բոլոր զորությունով եւ նշաններով ու սուտ հրաշքներով։ Այդ ի՞նչ է, նշան, զորություն չէ, այդ շոուը, այդ արտաքին ցուցադրումը։ Եվ կորսվածների վրա անիրավության բոլոր խաբեությունով, խաբկանքով, որտեղ նրանք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվեն, սրա համար էլ Աստված պիտի թույլ տա ուղարկի իրանց մի ուժեղ մոլորություն, որ ստության հավատան, որպեսզի դատապարտվեն ամեն նրանք, որ չհավատացին ճշմարտության։ Չհավատացին, այսինքն լսել էին, հասանելի էր ճշմարտությունը։ Բայց իրանց մեկ այլ բան ներկայացվեց, ավելի գրավիչ, ավելի տպավորիչ, ու դա կլինի վերջին նեռը, չէ՞։ Հետաքրքիր է, նույն ինչ որ եղավ Եդեմում, կլինի վերջում։ Որն է լուծումը։ Որ չխաբվենք այդ արտաքին տպավորիչ, շոու, գեղեցիկ, հա, իմիջային արտաքիններով։ Թշնամին լավ գիտի մեր թույլ տեղը, դա է լինելու։ Դա այսօր պոպուլյար են, չգիտեմ, այդեն շոու քարոզչությունները, քարոզիչները, ծառայությունները, իրանց ճոխ փառաբանություններով, արտաքին ինչ-որ բաներով պոպուլյար են, բայց ինչ են քարոզում, ինչա հետևանքը իրանց քարոզչության։ Ինչա իրանց արդյունքը։ Միակ միջոցը զանազանելու ճանաչելն է ճշմարտությունը եւ լսելը ճշմարտությունը։ Հիսուս ասաց, ես ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ, կուղարկեմ ձեզ ճշմարտության հոգին, որ ինչ կանի ամեն ճշմարտության կառաջնորդի։ Չէ՞։ Համաձայն չեք, տեն չի ասել Տերը։ Չի ասել կկարդաք կիմանաք, այո մենք կարդում իմանում ենք, բայց թշնամին լավ գիտեր Ադամը ինչ գիտի։ Ինչա լսել այդ ծառի մասին։ Չէ՞, կարելի ասել գրված խոսքեր, ինչ կա այդ ծառը, ու կերար պիտի մեռնես։ Բայց այդ պահին դա չօգնեց։ Ու Աստված լավ գիտի, որ դա չի օգնելու։ Դա համար Աստված մեզ անձ տվեց մեր հետ, որպեսզի մեզ ասի, որ մենք լսենք։ Ով խոսում է ինձ ու քեզ,
տեսնելու այն, ինչ որ մենք չենք տեսնում, որտեղ մենք տեսնում ենք արտաքին երևույթ իրականություն, դա մարդիկ են, դա իրանց, չգիտեմ, տեսքն է, դա իրանց վարքն է, հա, բայց ինչ կա այնտեղ, դրա հետևում, ինչ Աստված տեսնում, որն անտեսանելին է տեսանելի ամենի հետևում, տեսնում Աստծո հոգին, ու Աստծո հոգին կարող է քեզ ասել, ու ինձ ասել, եւ ուզում ասի, որտեղ ասած չի ուզում ենք խաբվենք։ Երբ որ Աստված Սամուելին ուղարկեց Հեսեի տուն, որ իր որդիներից մեկին թագավոր օծի, արդեն Սավուղին մերժել էր, եւ Իսրայելում լուրը գնացել էր, որ Աստված Սավուղին մերժել է, ու նոր թագավոր է փնտրում։ Ու երբ որ Հեսեն լսել էր, ու իմացա, որ Սամուելը գալիս է իրենց տուն, բնական է հենց այնպես չի գալիս մարգարեն, վաու, իր որդիներից մեկը պետք է թագավոր լինի։ Ինչ է կարծում, ում բերեց ամենաառաջինը Սամուելը տեսնի։ Բոյով, բուսաթով, չէ, տենց ում Սամուելը հենց տեսավ, ասեց, վա, էսա Իսրայելի թագավորը, հեսա, վсё, տեսավ, տպավորվեց, Հեսեն էլ էր բերել, որ Սամուելը տեսնի ու տպավորվի, երկուսն էլ Աստծո խորհրդից դուրս էին, թե մարգարեն, թե Հեսեն ապագա թագավորի հայրը, որտեղ մարդկորեն էին նայում, ոչ Հեսեն աղոթեց Տեր ով այն որդիներից քո ընտրյալը, ոչ էլ Սամուելը չպետք է շտապեր, հա, Աստված ասեց իր արտաքինին մի նայ, որտեվ Աստված այլ կերպ է նայում, քան նայում է մարդը, մարդը նայում արտաքինին, բայց ես այն կողմն եմ նայում, տեսնում եմ անտեսանելին, սիրտը։ Մենք սիրում ենք արտաքին, Երևան, դրսևոր, նորմալ է, սիրուն հագնվելը, օքեյ է, դա մասին չի խոսքը, բայց որ դա մանիպուլյացիայի միջոց է։ Եվ որ մեր արտաքինը չի համապատասխանում մեր ներքինին։ Մեկ ասում էր, ավստրիացիները շատ բարեհամբույր են, բայց երբեք դա նկատի չունեն։ Ես ասում եմ, ձեր այոն այո լինի, ոչը ոչ լինի, դա մենակ խոսքերի մասին չի, դա այն, որ իմ ներսը ու իմ դուրսը պետք է նույնը լինի, հա? Որտեղ Աստված այդպես, Աստված չի խաղում, թշնամին է խաղում, թշնամին է ծածկում, թշնամին է ձև տալիս եւ խաբում։ Իսկ Աստված չի ուզում ենք խաբվենք, Աստված ուզում է լսենք։ Դա համար երբ որ ելիցում Իսրայելին դուրս հանելուց հետո բերեց Քորեբ Աստված եւ ասեց պատրաստեք, մինչեւ այդ Աստված խոսում էր իրենց Մովսեսի միջոցով։ Ասեց պատրաստեք 3 օրից Աստված գալու է ձեր հետ խոսելու, ձեր Աստված, ով ձեզ փրկել է, չի ուզում միջնորդ ունենա։ Աստված անմիջական իր որդիների հետ խոսի։ Ու երբ որ Աստված եկավ, խոսեց, պատվիրանները ասեց, չէ՞, եւ Իսրայելը լսեց ու ասեց Մովսես, կլինի մենք էլ չլսենք այդ Աստուծենը։ Ելից 20-ում ենք կարդում, Տերը ասեց Մովսեսին 22 խոսքն անմիջապես պատվիրաններից հետո։ Այսպես ասա Իսրայելի որդիներին, դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեզ հետ։ Ուզում ասի, դա արտառոց երևույթ է, որ Աստվածն է խոսել իր ժողովրդի հետ, որ մարդիկ են լսել Աստծո ձայնը։ Ում է երբևէ Աստված եկել ասել արի լսի ես հազվագյուտ երևույթ էր, Աստված Աբրահամի հետ էր խոսում, հա։ Դա յուրահատուկ էր։ Դուք ինքներդ տեսաք երկնքից խոսեցի ձեզ հետ։ Որ ես ուրիշ եմ, հա, տարբեր եմ։ Արծաթե աստվածներ մի պատրաստեք ինձ հետ լինելու համար։ Եվ ձեզ համար ոսկե աստվածներ մի պատրաստեք։ Հողից զոհասեղան պատրաստեք ինձ համար եւ դրա վրա մատուցեք ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, ձեր ոչխարներն ու եզները։ Եվ ամեն տեղ, որտեղ ես հիշել կտամ իմ անունը, ես հիշել կտամ, այսինքն ես այնպես կանեմ, որ դու այդ տեղում կհիշես ինձ, կկանչես ինձ, հա։ Ես կլնեմ քեզ իմ կանչելու նախաձեռնողը։ Պատկերացնում եք, ամեն տեղ որտեղ իմ անունը հիշել կտամ, ես կանեմ դա։ Եվ դու նեղության մեջ ես ու մեկ էլ հիշում ես Տեր, ով այդ նեղության հեղինակ։ Ով է քեզ տիպում, որ դու կանչես, ով է քեզ հուշում,
կանչի Հիսուսին։ Եվ որ դևը ինձ խեղդում էր, ինձ ֆիզիկապես իմ այդ առաջի փորձառություններ հոգևոր։ Մի ձայն իմ մտքում ասում էր կանչի Հիսուսին, դու ուրիշ շանս չունես։ Ու ես հասկանում եմ, ես ջյուդոիստ եի եւ այլն, ուժեղ էի։ Ես հասկանում եմ, ես անզոր եմ, ես ոչինչ եմ։ Ու ինձ էս զորավորը, ես տեսնում եմ իրան։ Դևին տեսնում եմ։ Ինձ խեղդում է ու վերջ։ Ու մի ձայն ինձ ասում էր, «Զի, ինչքան կարաս ա շունչդ պահես»։ Լավ, 1 րոպե, 2 րոպե, հետո վերջ։ Ասել մի շանս ունես, կանչ Հիսուսին, կանչ Հիսուսին։ Ու ես իմ մտքում մտածում եմ, ես 3 հայոյել եմ իրան։ Իմ ընկերների մոտ, ովքեր ինձ վկայում են, ես նրանց հայոյել եմ, ասեմ, հայոյեցի Հիսուսին, ասել, եթե ինքը կա, տղայա տենց ասել, թող գա, հաշիվ ուզի տենց ասել, թող ինքը դուք եք իր տեղը խոսում, ինչ եք իր տեղը պատասխան ուզում։ Եթե դուք ասում եք ինքը դա, դու թող ինքը գա, դուք եք խառնվել իրար տենց ասած։ Ու ես մտածում եմ, ես 3 հայել եմ իրան, ոնց հիմա կանչեմ իրան։ Ու ինձ այն ասում է, դու ուրիշ շանս չունես։ Կանչի իրան։ Ձայնը անդադ ասում է։ Հիշել կտամ իմ անունը։ Ես քեզ կգամ ու կօրհնեմ քեզ։ Լսելու նպատակը, որ ինքը ուզում է խոսի մեզ օրհնելն է։ Պատվիրանները, երբ որ ասում էր Սամիարա, տպավորություն կա, որ ինքը զրկում է մեզ ինչ-որ բանից, չէ՞, Սամիարա, բայց ես քան սիրում էի սա, մի շնացի, մի գողացի, չէ՞, մի ցանկացի հարևանի ոչ մի բանին, ոչ կնոջը, ոչ ունեցվածքին։ Իրականում այն ինչ որ Աստված ասեց մի արա, մեղքի իրականություններն էր, ու մենք սիրում էինք այդ մեղքի իրականությունները։ Ու մարդկային բնության թվում որ Աստված զրկում է իրան, եւ որ Տերը գալիս է խոսում է մեզ ինչ-որ բան, զրկելու է մեզ ինչ-որ բանից։ Դա համար ասեցին մի չենք ուզում լսենք իրան, ոչ թե ձայնից վախեցան, այլ չենք ուզում լսենք ինչ է ինքը մեզ ասում։ Իմ չուզած բաներն ասում։ Ակարի նման։ Ասեց այս մարգարեն միշտ իմ չուզած բաներն է ինձ ասում։ Ոնց որ մարգարեն ասում։ Այս մարդը ինձ չի սիրում։ Այն մարդը ինձ սիրում է, իմ ուզած բաներն ասում։ Ինչ կապ ունի։ Իսրայելին թվում էր, որ Աստված զրկում է իրան, երբ որ խոսում է իրան։ Մեզ էլ է տենց թվում, մենք վախենում ենք լսենք իրան։ Որովհետև մենք գիտենք մեր չուզած բանը կասի մեզ։ Մեզ կասի գնա ներողություն խնդրի իրանից։ Գնա հաշտվի, գնա ողորմի։ Մենք գիտենք, որ չենք ուզում լսենք, ոչ թե չենք կարողանում լսենք, այլ չենք ուզում, որովհետև մեր մարդկային բնության հակառակ բան ենք լսելու։ Դրա համար ենք մերժում չլսելը։ Բայց իրականում ոչ թե ինքը զրկում է ինձ ու քեզ, ինքը ուզում է օրհնի քեզ։ Որովհետև այն ինչը դու սիրում ես ու վնաս է քեզ, ուզում է քեզ ազատի դրանից, ձերբազատի դրանից։ Դրա համար ինքը խոսում ինձ ու քեզ։ Դրա համար իրա մեր խոսելու նպատակը այն ինչը տարբերում է մեզ իրենից, այն ինչը խանգարում է մեզ իրան նման լինելուն, դրանից մեզ ազատելն է, դրա մեր կյանքում փոխելն է, որպեսզի նորոգվենք իր պատկերի նմանությամբ իր հոգու միջոցով։ Դրա համար իր հոգին եկել, որ խոսի մեզ, որտեղ պիտի խոսի ու մենք կամենանք, որտեղ առանց քո կամենալու բան չի փոխվելու քո կյանքում, իմ կյանքում։ Եթե դու բռնելու ես մի բանից, ինչը քեզ հաճելի է, բայց վնասա, տենց էլ մնալու է քո կյանքում։ Աստված կասի, կշարունակի, խոսի, բայց եթե դու չուզեցիր լսել, նայեք, մենք կարող է չկարողանանք անենք այն ինչ որ ինքը ասում է, բայց կարող ենք ցանկանալ դա։ Ու նորմալ է որ դու չես կարող, սկզբունքորեն ոչ ոք չի կարող։ Բայց դու կարող ես ասես Տեր, ես ուզում եմ, փոխի ինձ։ Ես ուզում եմ չստեմ, ես ուզում եմ չվախենամ, ես ուզում եմ չգողանամ, ես ուզում եմ չշնանամ, հա, այս մեղքը, այս երևույթը, այս անցանկալի բանը, ես ուզում եմ ազատանամ սրանից, ու ես գիտեմ դու կարող ես։ Երբես այդպես աղոթելու Աստված չի արել։ Այլ որ մենք մահանաներ ունենք, միֆեր ունենք, ոնց որ Պողոս ասում է, ճշմարտությունից պետք է ականջները դարձնեն առասպելների հավատան։ Դե հələ որ ժամանակ կա, հələ որ, չգիտեմ, Աստված չի որոշել սա եւ այլն։ Մենք դիքան առասպելներ կա, որով մենք ծածկվում ենք այդ առասպելների մեջ, թաքնվում ենք այնտեղ, մենակ թե չլսենք, չանենք Աստծո ասածը։ Ինչ է կարծում, ինչ պետք է փոխվի մեր կյանքում։
քեզ արծաթ ոսկի աստվածներ չսարքես։ Հետաքրքիր ձևի ասում արծաթե աստվածի համար։ Ասում է ինձ քո հետ ունենալու համար, ձեր հետ լինելու համար արծաթե աստված չպատրաստես։ Գիտեք ինչ էին այդ արծաթե աստվածները փոքրիկ փոխարինողներն էին իրար։ Իմ փոխարեն ոնց որ էսի որ կա, գիտեք, դες թալիսմաններ կան, ինչ-որ նշաններ կան, եթե հետի կա, ոնց որ ես խաչ ունեմ վզիս, չէ, չգիտեմ, տատու եմ արել խաչը եւ այլն, ինչ-որ արտաքին բաներ, այն ժամանակ արծաթե աստվածներ, այսօր կարելի ինչ-որ մի բան լինի, որը քեզ վստահություն, սուրբ գիրք կա ձեռքս, սուրբ գիրքը ձեռս ման եմ գալիս մեքենայի մեջ, ինչ-որ արտաքին բան, որը որ ունենք, որտեվ հավատում ենք, որ դա կա, ամեն ինչ օքեյ է, ես Տիրոջ հետ եմ։ Ոչ մի արտաքին բան չի ստիպում Տիրոջը, չի տպավորեցնում իրան։ Մի բան կա, որ Աստծուն տպավորեցնում է, այդ քո սիրտն որ ձգտում է իրան։ Երբ Սաղ 2-ում ասում ենք նույն հոգիով Տիրոջը մոտենալու արտոնություն ունենք։ Ով օգտվում այդ մոտենալու արտոնությունից։ Մեր հիմնական աղոթքները, ձգտումները Աստծո հետ տուր արա վերցնեմ, չէ՞, անձնական սեփական կյանքի իրականությունները, ով ասում Տեր ուզում եմ մոտենամ քեզ, ուզում ճանաչեմ քեզ, ում քո նման դառնամ։ Մեր աղոթքները դարձել են նյութական մեր կենցաղի հարցերը լուծելու միջոց, ոչ թե իրան ճանաչելու, իր մեջ խորանալու միջոց։ Բայց ինքը դրան է մեզ կանչել։ Մի օր Երբ որ այս աշխարհը կվերջանա, կգա իր թագավորությունը, ու ես ու դու կլինենք այնտեղ, նյութական կարիքներ չեն լինի։ Մենք անանք ժամանակավոր են։ Ամեն ինչ ժամանակավոր է։ Տեսանելի բաները ժամանակավոր են։ Քո մարմինը ժամանակավոր է։ Սիրելի քույրս, ինչքան էլ փորձես, չգիտեմ, բոտեքսներով, վիրահատություններով, ձգումներով, տարբեր միջոցներով փորձես գեղեցիկ մնաս, չես մնալու։ Սրելի աղբերս մի օր փորը մեծանալու սետակա նեկա չես պահելու այդ մինգ այդ ժամանակավորի հետևից հավիտենական բաներ կան այն ժամանակ քո ներսում այդ ինքնա ու դու կանչվել ես դրան օգտվի դրան այդ արտոնությունն է բայց այսօր մենք այդ արտոնությունից չենք օգտվում ցավոք սրտի Աստուն հնարավոր չի մանիպուլացնել։ Մի օր ինքը հետևյալը կանի։ Եբրայեցիների 3-րդ գլխում հետաքրքիր արտահայտություն կա։ Վախեցնող արտահայտություն։ Ասում է, եթե նրա ձայնը լսեք այսօր, որտեղ կարելի է լսել իրան, որտեղ ինքը խոսում է, ինքը ձայն ունի մեր կյանքի մեջ։ Ձեր սրտերը մի խստացրեք, ինչպես անապատում, այն ելիցում կատարված դեպքը, որ ընթերցեցինք, խստացին իրանց սիրտ, ասին մենք չենք ուզում լսենք, հետաքրքիր բան կա, գիտեք, փարավոնն էր իր սիրտը խստացնում, ու չէր ուզում լսեր Եհովային, հիշում եք, ու երբ որ մարդ խստացնում է իր սիրտը Աստծո ձայնի առաջ, դա դևի բնությունն է, Մարդը կարծես ասում է, ես սա եմ ընտրում, ես այս բնությունն եմ ընտրում, ես սրա որդին եմ, ոչ թե քո որդին եմ, ես իրա ոչխարն եմ, տենց իրա հոտից եմ, դևի հոտից եմ, որտեղ Հիսուս ասաց, իմ ոչխարին, իմ գառներին, ոչխարին ձայնը լսում են և գալիս են իմ հետևից, չէ, իմ հետևորդներն են, իմ ճանապարհով են գալիս, իմ առաջնորդությունով են գալիս, լսում են ինձ, եթե ես ասում եմ փոխվի, իրանք փոխվում են, ասեմ արի թույլ տուր վերցնեմ սա քո կյանքից, իրանք ասում են տար Տեր, եթե ասում եմ այս խնդիրը քո կյանքում արի ազատվի սրանից, ասում են այո ազատի ինձ, իմ գառները լսում են ինձ, բայց դուք ասեց իմ գառները չեք, որ դուք ինձ չեք լսում, դուք ուզում եք սպանեք ինձ, սպանել է ձայնը, չէ չլսենք, ակաժները դարձնելու են, վերջի փորձությունը եկեղեցու Աստծո ձայնը լսելու փորձությունն ալնելու։ Ու նրանք, ովքեր սովորելու են լսել, չեն խստացնելու իրանց սիրտը։ Անցնելու են բոլոր այդ դիվական, այդ տպավորիչ,
Ներական փորձություններով։ Բոլորը անհանգստացած են թե ով է ները։ Գիտեք ինչով է պետք է անհանգստանալ, սովորել լսել Տիրոջը։ Եթե չենք սովորել լսել, կապ չունի ով կլինի, դու չես էլ զանազանի ները կգա ու կտիրի։ Ու քեզ կտվա քո հերթական հովիվն ու քարոզիչն է։ Բայց դա ները կլինի, ների հոգին կլինի։ Ոչ թե Աստծո հոգին։ Մենք լուրջ պատերազմի ընթացքի մեջ ենք։ Պետք չի մի կողմից վախենալ, բայց մյուս կողմից էլ թուլանալ պետք չի։ Պետք է պատրաստ լինել։ Ու պատրաստման կարևոր միջոցը այսօր վաղվա պատերազմին, վաղվա ճակատամարտին այսօր սովորել լսելը։ Աստված սկսում է խոսել փոքր բաներից։ Քեզ անգամից մեծ բան չի ասում։ Քեզ սովորեցնում է իր ձայնին։ Սովորեցնում է, որ դու լսես իրան, զանազանես իրան, հավատաս իրան, հնազանդվես իրան։ Լսես, զանազանես, հավատաս, հնազանդվես։ Սա է իր ճանապարհը։ Որտեվ եթե չլսենք, այսինքն լսենք եւ չհնազանդվենք, լսենք եւ մերժենք, գիտեք ինչ կլինի։ Եբրայեցիներում ասում է այսպես. Եկեք ընթերցենք 3-րդ գլխից։ Ձեր սրտերը մի խստացնեք բարկացնելու ժամանակի պես, եթե իր ձայնին ասոր լսեք, ասում է Սուրբ Հոգին։ Հետաքրքիր է, Սաղմոս 95-ում այս խոսքերը գրված, բայց հեղինակը չի ասում, ինչպես Սաղմոս 2-ն է ասում է Սուրբ Հոգին է ասում, որտեղ դա մարգարեական խոսք է, դա Աստված էր խոսում Սաղմոս 2-ի միջոցով։ Դա ուղղակի տենց էմոցիոնալ լավ Սաղմոս չի, մենք սիրում ենք Սաղմոսները տենց լսում։ Աստծո խոսքն է, ասում է Հոգին է ասում։ Եթե կլսեք նրա ձայնին, ձեր սրտերը մի խստացեք բարկացնելու ժամանակի պես անապատում մեջ փորձության օրը, այսինքն որ Աստված խոսում է, դա փորձություն է նաև։ Դու փորձվում ես հնազանդվելու կամ չհնազանդվելու, հավատալու, չհավատալու, ընդունելու, չընդունելու, մերժելու կամ ընդունելու այդ ձայնը։ Որ ձեր հայրերին ինձ փորձեցին, քննեցին ինձ, որովհետև 40 տարի իմ գործերս տեսան, սրա համար, նայեք ինչ ասում Աստված, զզվեցի այդ ազգից։ 40 տարի հետո Աստված ասում է, ես այդ ազգից զզվեցի։ Եվ ասեցի, սրանք միշտ մոլորված են իրենց սրտով, եւ իմ ճանապարհները չճանաչեցին նրանք, ուստի երթում արեցի իմ բարկության մեջ կամ բարկանալով երթում արեցի, իմ հանգիստս չեն մտնելու։ Գիտեք ինչու շատերը հանգիստ չունեն քրիստոնյաներ իրանց սրտում կյանքում, որովհետև Աստծո ձայնն են մերժում։ Աստված ասում է, ես խոսեցի 40 տարի տեսան իմ գործերս լսեցին ինձ, բայց անդադ մերժեցին, չճանաչեցին իմ ճանապարհը, չուզեցին ճանաչել, ու ես բարկացա, զզվեցի, բարկացա, ասել վերջ, իմ հանգիստս չեն մտնելու։ Թեև ունեին հանգստի խոստումը, այդ սերունդը չմտավ Աստծո հանգիստը, Աստծո շալոմը, Աստծո ապահովությունը, խաղաղությունը, ինչը Քրիստոսի խաղաղությունը ձեր մտքերը ամբողջ չէ։ Մենք ուղղակի մտածում ենք, հեսա կաղոթենք ու այդ խաղաղությունը կգա։ Այդպես չի գալիս այդ խաղաղությունը։ Լսիր իրան, հնազանդվիր իրան, կգա խաղաղությունը։ Իր ապահովությունը, իր շալոմը այնտեղ է, որտեղ իր ձայնին հնազանդություն կա։ Իր ձայնին լսում են, ուզում են լսել, ուզում են մոտենան իրան, այդ արտոնությունը հոգեով մոտենալու հորը ապրում են։ Դա իրանց ուրախությունն ու երջանկությունն է, ոչ թե ապրում են արտաքին տպավորիչ իրականություններով, այլ ապրում են Աստծո հոգու մեջ ու հոգու միջոցով։ Եվ որ այդ ձայնը խոսում է քեզ, մի մերժի իրան։ Այդ ձայնը տարբեր բաներ կարող ասի։ Օրինակ այդ ձայնը կարող քեզ կանչի ծառայելու, ու շատերին խոսում է Աստված։ Որովհետև Աստծո տանը լիքը գործ կա անելու։ Աստծո տանը պետք են երկրպագողները, պետք են սպասավորները, պետք են առաջնորդները, պետք են բարեգործները, տեխնիկները, աղոթողները, բարեխոսները, մարգարեները, ավետարանիչները, հովիվները, ուսուցիչները։ Աստված բոլորին էլ կանչել է ու կանչում է, շարունակում է կանչել։ Քեզ չի կանչել ուղղակի եկեղեցում աթոռ զբաղեցնելու, չաղ ու բախտավոր լինելու։
Ես կանչել է իր որդու պատկերին նմանակից լինելու, ու ինչպես իր որդին ծառայում էր իրեն իր կոչման մեջ, այդպես էլ ուզում եմ դու ես ծառայենք իրան իր կոչման մեջ, դրա համար խոսում է այդ քեզ։ Դու ես ընտրում կլսես այդ ձայնին, թե դու կմերժես։ Դու ես ընտրում կկատարես ինչ որ ասած կանչում է, խոսում է քո կյանքին եւ դրա պատճառով իր խաղաղության մեջ կլինես, իր շալոմի մեջ կլինես, իր ապահովման կտեսնես իր ձեռքը քո կյանքում։ Գիտեք, ինչքան վկայություններ ունենք մարդիկ, ովքեր ասում են, որ ես որոշեցի վերջ ինչ որ Աստված ասում անելու եմ, տեսա ոնց Աստված օրհնում ինձ։ Տեսա ոնց է իր ներկայությունը, իր ապահովությունը գալիս իմ կյանքի մեջ։ Քեզ ոսկի ու արծաթ Աստվածն չսարքես, այլ հողից զոհասեղան կսարքես, որի վրա կմատուցես, հողից, ոչ ոսկուց, ոչ ինչա հողը մեր մարմինը։ Հռոմեացիս 12-ը, 12:1-2-ը։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությունով, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով արտաքին, այլ ձեր մտքի հոգու նորոգությունով նորոգվեք։ Ձեր անձերը ընծայեք որպես կենդանի զոհ, որտեղ զոհն ու զոհասեղանը իրար հետ կապված են։ Եթե զոհ չկա, զոհասեղան չկա։ Եթե զոհասեղան չկա, զոհ չկա։ Երկուսը իրար հետ կապված են։ Հողե զոհասեղանը պահանջում էր հողե զոհ, որտեղ մի օր պետք է Աստծո որդին այդ հողը գար ու զոհաբերվեր։ Նամար եթե լսում ես իր ձայնը, մի մերժ իրան։ Ու երբ որ դու լսում ես ու հնազանդվում ես այդ ձայնին, այդ ձայնը շարունակվում է քո կյանքում։ Ուզում ես շարունակ լսես Աստծո ձայնը, ծառայի իրան։ Հնազանդվի իր ծառայության կանչին ու դու շարունակես լսես իրան։ Եթե մերժում ես իրան լսելը, ասում են մերժեցին, իրանց սրտերը դարձեցին, ես էլ բարկացամ, զզվեցի, որոշեցի էլ իմ ձայնս չեմ լսելու։ Իրանց մոլորության մեջ թողեցի մոլորվեն։ Ու էլ իմ հանգիստս չեն մտնելու։ Քո ծառայությունը քո զոհասեղանն է։ Որտեղ ընդեղ է քո մարմնին նեղում, դու ես նեղում, զոհ ես դառնում։ Ծառայությունը հեշտ չի իհարկե։ Ոչ մեկին էլ տենց շատ հաճելի չի։ Պետք է կտրես քո ժամանակից, քո ֆինանսներից, քո առողջությունից, բայց երբ որ դու, որտեղ քո զոհն է, երբ որ դու ընդեղ ես, որտեղ լսել ես իրան, ու դու անում ես, դու իր հանգստի մեջ ես լինելու, իր շալոմի մեջ։ Մյուս կիրակի մենք օրհնելու ենք մեր տաթոյին, որտեղ մեկնում է Միացյալ Նահանգներ, կիրակի գիշեր, կիրակի առավոտյան գալու է ծառայության, գալու է ծառայելու։ Այդ օրը ինքը գնում է։ Այդ օր գալիս է, որ մենք օրհնենք, բայց գալիս է նաև մեզ օրհնի։ Որ դրա սիրտը ծառայողի սիրտ է, ծառայության սիրտ է։ Իրանց համար է, որ Աստված ասում է, եթե հանկարծ շեղվես ճանապարհիցդ, ես այ մարգարեությունով հետևիցդ կլսես ձայնը, սա է ճանապարհը։ Որովհետև դու ճանապարհով ես գնում, դու միշտ ես գնում, դու միշտ ես լսում, հա, դու սիրտդ չես դարձրել իր ձայնից։ Այցելության օրը, նաև իր ձայնը լսելու օրը։ Եվ որ Աստված խոսում է ինձ ու քեզ։ Խոսում է մեր վարքի մասին, մեր բնավորության մասին, մեր իրան ծառայելու մասին։ Այսօր, եթե լսեք իր ձայնը, ձեր սրտերը մի խստացրեք, ասում է Սուրբ Հոգին։ Այդ այսօր քեզ Տերը ասում է, ուզում եմ դու ծառայես ինձ, ես ուզում եմ ես փոխվես, ուզում եմ ես անես, կամ այն չանես, լսի իր ձայնին։ Սովորի լսել այսօր, որ երբ որ գային մեծ փորձության օրը, դու լսող լինես արդեն։ Քեզ ոչ մի բանով չկարողանան տպավորեցնել, կորսվածների վրա այդ ազդեցությունը, որով խաբելու է, ու շարունակում է խաբկանքը աշխարհում։ Այս աշխարհը մեծ թատրոն է խաբեական, խաբեության։ Սովորել տեսնել, ինչ որ տեսնում Աստված, որտեղ դու լսում ես իրան, որտեղ հիմա սովորել ես լսել, որտեղ հիմա հնազանդվում ես իր ձայնին։ Այն օրը փոթորիկի մեջ էլ չես լսի։ Հիմա պետք է սովորենք լսել։ Խաղաղության մեջ լսենք, որ փոթորիկի մեջ շարունակենք լսող լինելը։ Ամեն։ Եկեք կանգնենք իր առաջ։ Որպես իր ձայնը լսողներ։ Որպես մարդիկ ում համար կարևոր է այդ լսելը։
իր ձայնին։ Ամենակարևոր բանը, որ եկեղեցին մեզ տալիս է, դա ինչի, որ մենք ընտանիք ենք գտնում, մարդիկ են գտնում, ովքեր սիրում են մեզ, մենք սիրում ենք իրանց։ Ամենակարևոր բանը, որ տալիս է եկեղեցին, սովորեցնում է լսել հորը, լսել իր ձայնը։ Որտեղ մի օր ամեն ինչ կվերցվի մեզանից։ Մեր եկեղեցին կարող չհավաքվի իրար հետ, տասնյակներ նույնիսկ կարողանան։ Մենք չգիտենք որտեղ Հիսուս ասաց կգա ժամանակ ամենքը ցիրուցան կլնեք, իսկ մենք իր աշակերտներին ասեց։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի մեր կյանքում, բայց այսօր մենք սովորել ենք լսենք Տիրոջը միշտ իր հետ կլինենք, որտեղ ինքը միշտ մեր հետ կլինի։ Ամեն։ Եկա ուտենք։